Աջակցություն է ցույց տալիս նա Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի կայացմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նշեմ նաև, որ այս մենամարտերի ավարտից հետո հաջորդ շաբաթվա մեջ մարզչական սեմինարներ է նշանակել Գոր Վարդանյանը եւ հրավիրված մարզիկները նույնպես մասնակցելու են այս մարզչական սեմինարներին, որպեսզի մարզիկների մեջ ավելի շատ հիմքեր դրվի, որպեսզի աշխատում են երեխաների հետ բարոյական եւ դաստիարակչական առումներով մեծ աշխատանք են տանում եւ ճիշտ դաստիարակություն կարողանան տալ մեր մատաղ սերնդին։ Իսկ այժմ մեզ են ներկայացնում 5-րդ մենամարտի մասնակիցներին եւ Նորայր Ավետիսյան, Հայաստան։ Այո, հաղորդավարը ներկայացրեց վերջին զույգին Յայչենկո Բելարուս եւ Նորայր Ավետիսյան, Հայաստան։ Երկուսն են բավականին բարձր մարտության դժվար կարատեիստներ են։ Բելարուսի ներկայացուցիչ աշխարհի Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի ներկայացուցիչ աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ լիգայի հաղթող, միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող։ Այնքան շատ են այս մարզիկների տիտղոսները, որ այդքանը հնարավոր չէ մեկ եթերի ժամանակ։ Ընդմիջումներին մենք իհարկե ավելի մանրամասն կներկայացնենք, իսկ հիմա տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները լինելու իմ կարծիքով։ Հիմա տեսնենք այս զույգը, այս մրցակիցները նույնպես կնետվեն գրոհի։ Ինձ թվում է, որ այս մարզիկները հետախուզական մարտում կսկսեն։ Սկիզբը համենայն դեպս այդպիսին է։ Հետախուզական գործողություններ, թեթևակի հարվածներ, 1-2։ Առայժմ մենամարտը ընթանում է տարածության վրա։ Ցույց է տալիս մեր հակառակորդ մարզիկը, որ հարվածը չթույլատրվող հարված է կատարել Նորայր Ավետիսյանը։ Աչակողմյան դիրքով է աշխատում։ Եվ դիմար, ոտքի կողային հարվածը Մամաշիկերից Զոդան հասնում է նպատակին Նորայր Ավետիսյանը։ Հարվածաշարեր, ինչպիսի հարվածաշարեր են հետևում Նորայր Ավետիսյանի կատարման։ Դիմար հարված նորից։ Փորձեց շուտ վերջացնել, զգաց որ մարզիկը ողում է, փորձեց շուտ վերջացնել, բայց ստացվեց, գծման փորձ է, հիանալի գծում կատարից եւ մեկ միավոր վաստակ։ Եվ ինչպիսի դիմային հարված նոկդաուն է գրանցվում, այո, մրցավարը բացում է հաշիվը։ Շատ անսպասելի հարված է ու բավականին հուշկու եւ շատ ճիշտ ժամանակին նկատեց մրցավարը, որովհետեւ ժեստով ցույց տվեց մարզիկը, որ նոկդաունի մեջ է, նորից ուժգին հարված։ Այնպիսի տպավորություն է, որ այս մենամարտը նույնպես կարող է ավարտվել ժամանակից շուտ։ Եթե այսպես շարունակվի, ժամանակից շուտ կգրանցվի այս մենամարտը։ Շատ կազմակերպված է Նորայր Ավետիսյանը։ Գործում է հստակ, ամենայն դեպս տպավորությունը այդպիսին է առաջին ռաունդում։ Եթե իհարկե կարողանա իրոք ճիշտ մինչև վերջ վաշել ուժերը եւ մինչև վերջ այդ տեմպով եթե աշխատի Նորայր Ավետիսյանը, ապա մեր չորրորդ հաղթանակը նույնպես ունենա։ Հիմա ընդմիջում է եւ նոկաուտով ավարտել է 3 մենամարտ։ Սկսվել է երկրորդ ռաունդը։ Եվ անընդհատ տատամի վրա տեղաշարժվում է հայ կարատեիստը, անընդհատ մանևրում է։ Մեկ միավոր ստացա, որովհետև Նորայրը հայտնվեց տատամիում, տատամիի վրա։ Հիշեցնեմ, որ երրորդ կետով հտվելու դեպքում արդեն մեկ միավոր հակառակորդը ստանում է։ Բաց կեցվածքը միշտ չէ, որ արդյունք է տալիս։ Նորայրը ունի բաց
կիծված, տեսեք, եւ գործում է տարածության վրա։ Մրցակիցը փորձում է անընդհատ մտնել մերձամար։ Այո։ Խոսքս միտքս կիսատ մնաց։ Բելարուսի ներկայացուցիչը աչակողմյան դիրքով է, որը ցույց է տալիս, որ նա ձախլիկ մարզիկ է։ Իսկ ձախլիկները, ինչպես մենք գիտենք, մենամարտային մարզաձևում փոքր-ինչ առավելություն են ունենում։ Որովհետև նրանք միշտ աշխատում են աչլիկ մարզիկների հետ, իսկ աչլիկների համար անսովոր է ձախլիկ մարզիկի հետ աշխատելը։ Ցույց է տալիս Բելարուսի ներկայացուցիչը, որ ձեռքերը բաց է թողել, նոր ծնկի հարվածներ է կատարում։ Այո, Մաղաշիգերի Ձյոդան եւ հարվածը թույլ ստացեց։ Եվ Տատամի մրցավարը անընդհատ ուշադիր հետևում է հարվածներից հետո մի փոքր ցնցվեց Բելարուսի ներկայացուցիչը։ Շատ ուշադիր է Էդմոնդ Մուրադյանը։ Այո, բազմափորձ կենտրոնական մրցավար է Էդմոնդ Մուրադյանը։ Հաղթող ռեյտինգային մենամարտերի հաղթող ԱՊՀ պրոֆեսիոնալ առաջնության հաղթող այնքան բազմազան են Նորայր Ավետիսյանի հաղթանակները, որ 1-2 րոպեի ընթացքում չեմ կարող ներկայացնել։ Շարունակենք հետևել մենամարտի ընթացքին։ Ավելի կազմակերպված է գործում հայ կարատեիստը։ Մրցակիցը ուղղակի նետվում է առաջ, բայց գրոհի շարունակություն կարծես չունի։ Փորձեց պտույտով Ուրամավաշի Ձյոդան հարված կատարել, բայց անհաջող փորձ էր։ Գծման փորձ Չստացվեց անհաջող փորձ։ Դիմար 1-2 հարված Եվ Նորայրի Գյարվածքի հարվածը դիմային անցավ։ Մի պահ ինձ թվաց, որ լողում է։ Դիմացկուն է Բելորուսի ներկայացուցիչը։ Ընդհանրապես հայ մարզիկների, հայ կարատեիստների այսօրվա բոլոր մրցակիցներն էլ բավականին լավ պատրաստված են ֆունկցիոնալ։ Ֆիզիկապես եւ ֆունկցիոնալ։ Այո, եւ այսքան հարվածներ են ընդունում, հայտնում են նոկդաունի մեջ, բայց այնուամենայնիվ կարողանում են վերականգնել ուժերը եւ մենամարտերը անցկացնել, ավարտել։ Ամեն դեպքում թեկուզ պարտվում են, բայց կարողանում են մենամարտը ավարտել։ Ցույց է տալիս Էդմոնդ Մուրադյանը, որ պետք չէ կանգնել, շարունակեն աշխատանքը։ Եվ հավատված է նաև